Ալիևը պաշտպանում է սեփական պետության շահերը եւ բուն նպատակը խաղաղությունը չի Հայաստանը որպես պետություն կործանելն է, հայերի հավաքական գոյության ոչնչացումը, հայերը որպես էթնիկ փոքրամասնություն, սառնարան նորոգող, կոշիկ մաքրող, չգիտեմ, ավտոբուս քշող, այդ կարգի ստորացված փոքրամասնություն Ադրբեջանի կազմում պահելը։ Այն ինչ որ ինքը Ադրբեջանում ուներ, այսինքն սովետական տարիներին։ Այսինքն հիմնարկության ղեկավարը ադրբեջանցիները մի հատ հայ կողքից դնում էին, որ էշիպես աշխատացնեն այս հային, բայց պարգևներն ու փողերը իրենք ստանան։ Դա Ալիևի նպատակն է, անում է շատ լավ անում իր տեսանկյունից եւ դա վտանգավոր թշնամի է։ Բոլոր գնահատականները նրա նկատմամբ այսպես առհամարական փորձը ցույց տվեց, որ հիմնավորված չէր։ Նիկոլ Փաշինյանը ինչ որ անում է սեփական իշխանությունը պահելու համար։ Իշխանությունը պահելու ինքը երկու տարբերակ ունի։ Մեկը ժողովրդի վրա խարսխելով իր իշխանությունը համաժողովրդական աջակցություն, որը այսօր չունի։ Այն ինչ որ 18 թվին ինքը ուներ եւ ժողովրդին խափելով խոստումներ տալ, այդ աջակցությունն ուներ։ Ու ես հույս ունեի, որ այն իշխանությունը, որ ունի համաժողովրդական աջակցություն, կկարողանա Հայաստանի ինքնիշխանությունը, կախվածությունը Ռուսաստանից թույլատրել, չգիտեմ ինչ որ բաներ աներ, բայց չարեց։ Հիմա ինքը այդ չունի։ Բնում է բնականաբար ինքը ինչ անում, ոստիկանությունն է շատացնում, թվով, քանակով աշխատասական ռեպրեսիվ ապարատը եւ ահավոր, այսինքն այսօրվա մարդու իրավունքները լրիվ ոտնահարված են Հայաստանում, դուք պետք է տասնյակ օրինակներ կարող են բերել եւ ինքը արտաքին ուժերին է ապավինում։ Այդ արտաքին ուժերը հիմնականում այսօր Անկարան եւ Բաքուն են, նոր երրորդ տեղում Մոսկվան են։ Ֆրանսիան։ Չէ, Ֆրանսիան չէ։ Ֆրանսիան Հայաստանին է աջակցում։ Վստահ եղեք, եթե կեղծ արևմտամետ, որը ոչ մի քայլ չի արել, Նիկոլ Փաշինյանի փոխարեն լիներ մեկը, որը իսկապես քայլեր աներ դեպի արևմուտք, Ֆրանսիայի աջակցությունը շատ ավելին կլներ։ Ես որ ասացի դեռևս պատերազմի ընթացքում Ֆրանսիան աջակցություն ցուցաբերել, դա պատահական չի։ Ֆրանսիան լավ հասկանում, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, հիմա շատ լուրջ ռազմական համագործակցություն կլներ Հայաստանի հետ։ Մենք շահագրգռված ենք, բայց Նիկոլ Փաշինյանը ոչ։ Արևմուտքը դա չի տեսնում, ինչպես է արևմուտք Հայաստան, արևմուտք Փաշինյան, Մակրոն Փաշինյան, Միացյալ Նահանգներ վաղը Թրամփ Փաշինյան, հարաբերությունները կարգավորելու նրանք չեն համարում, որ Հայաստանը ոչ թե երկակի խաղ է խաղում, այլ պարզապես խաբում է արևմուտքին։ Այո, տեսնում են, համոզված են, գիտեն, ձեռ են առնում, բայց ինչ անում։ Իրենք ասում են, մենք կարող ենք աշխատել միայն Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ։ Հարապապյանը չեն աշխատելու։ Ով Հարապապյանն իրենց համար։ Հարապապյանը մի կուսակցության ներկայացուցիչ է, որ խորհրդարանում էլ ներկայացված չի, իրենք ասում են, տեսեք, դուք ասում եք, որ դուք արևմտամետ եք, շատ լավ, բայց ձեր ժողովուրդը արևմտամետ չի։ Որովհետև եթե ձեր ժողովուրդը արևմտամետ լիներ, Նիկոլ Փաշինյանը այսօր չէր լինի իշխանության։ Ասում ենք, դե մենք ցույցի են գալիս մի քանի հազար օքի անում ենք, ասում են մի քանի հազար, բայց դրանք տասնյակ եւ 100 հազարներ չեն։ Հիմա ինչ վերաբերում է Նիկոլ արևմտամետ է, թե արևմտամետ չի։ Նայեք, Աստվածաշունչն ասում է, ծառը պտուղից է իմացվում։ Ինչ արել Նիկոլ Փաշինյանը 7 տարվա ընթացքում, թե արդեն 8 տարի է գալիս իշխանությանը արևմտամետ, քայլի առումով, ոչ թե հարցազրույց տալու եւ այլն։ Դե հարակվեի մասին, ասում եկեք հարակվե անենք, որպեսզի տեսնենք ինչ ենք ուզում։ Այդ հարակվեն կարենք իդ առանց օրենքին էլ անեն։ Ցանկացած падգամավոր ձեռեր բարձրացնում, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես էր գալիս, ինչ պետք է աներ արևմուտքը։ Շրջվեր, տեսեք, ով շրջվեր։ Տեսեք Վրաստանի հանդեպ, Հայաստանի, չէ, Վրաստանը չունի էգզիստենցիալ վտանգ։ Եվրոպա, արևմուտք Վրաստանն եմ ես ասում, եւ այլեմ ասում, Վրաստանը չունի էգզիստենցիալ վտանգ, ինքը կարա դաստիարակչական նպատակով Վրաստանից երես թեքի մի երկու հատ էլ ապտակ հասցնի։ Վրաստանը կմնա որպես Վրաստան, Ռուսաստանը չի արձակվի Վրաստանի վրա, որտեղ Ռուսաստանը լավ է հասկանում, եթե ինքը արձակվեց, խնդիրներ է ունենալու եւ այլն։ Եթե արևմուտքը երես թեքեց Նիկոլ Փաշինյանից, Նիկոլ Փաշինյանը չի պատժվելու այդ երես թեքելուց, Հայաստանի Հանրապետությունն է պատժվելու, որովհետև երբ որ Հայաստանը մնաց մեկուսացման մեջ, Ադրբեջանը հաստատ հարձակվելու է։ Հաստատ հարձակվելու է, Հայաստանը կոտորելու է։ Դրա համար իրենք գիտեք ինչ, հիմա կյանքում էլ վիճակ կա, որ դուք, չգիտեմ, օրինակի համար հանուն մի հատ շատ-շատ վատ մարդու
երեխաների լավություն անելու համար, որովհետև երեխաներին օգնեք, հարաբերություններ եք պահում տվյալ մարդու հետ, որպեսզի այդ երեխաներին օգնեք։ Հիմա ժողովուրդ այդ երեխան է, բա արևմուտքը եթե չաշխատի իշխանությունների միջոցով, հա արևմուտքը շատ կուզենար, որ բան։ Ուրիշ բան, հարցը հետևյալն է, մենք հարցը ես ենք տալի։ Իսկ ինչու դուք գոնե Ռուսաստանի կեսի չափ ջանք չեք ներդնում Հայաստանում, որպեսզի իսկապես արևմտամետ ուժերը ազդեցություն ունենան։ Եթե Ռուսաստանը 4-5 հերոստակայան ունի հերարցակվող Հայաստանը եւ մյուսները, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը, որ եկավ իշխանության, որ հերոստակայանը, որ ալիքները փակեց, ռուսական, խոստաց, ոչ, CNN-ը փակեց։ Ես էլ պարզ օրինակ, հիմա մարդ եկել է CNN-ն է փակե, փոխանակ, ասենք փակեր այդ հակահայաստանյան բաները, ռուսական ալիքները եւ այլն։ Եվ լիքը նման բաներ։ Տնտեսությունը, ինքը ինչ եկել է տնտեսությունը մեր Ռուսաստանի հետ շատ ավելի ենք խորասել, այդ դիվերսիֆիկացիան շատ ավելի թույլ է եւ հազար այլ հարցեր։ Արևմուտքի հետ որևէ հարց չկա։ Իրանք ներկայացնում էին իբր թե այդ կրիմինալ միջազգային քրեական դատարանի կանոնադրության հաստատումը եւ այլն, բայց եթե դուք չեք կարող կիրառել, գնում եք ընդհակառակը պատերազմի հանցագործի հետ շքերթի եք մասնակցում եւ ընդունում եք քո սեփական քաղաքացիներին մորթած զորամասի շքերթը, էլ ինչի մասին կարելի է։ Իրենք այդպես են վերաբերում, իրանք ավելի իրենք վերաբերում են որպես մեզ գաղութներ։ Եվ այդ միանշանակ է, բայց ասած է, որ ասում չի արձակվի, չէ՞ որ չի ուզում արձակվի, կամ իր բարձրապես ինքը ի վիճակի չի, այսօր ինքը իր համար երկրորդ ռազմաճակատ բայց մեզ դիտարկում է որպես ԽՍՀՄ, մեզ դիտարկում է ընդհանրապես որպես գուբերնիա, անգամ ՍՍՀ-ն էլ մոռացեք, ինքը վերադարձել է իր մտածողությամբ ցարական Ռուսաստան, եւ եթե ինքը վաղը գրավեց Հայաստանին ու Վրաստանը, դրանք անգամ հարաբերություններ չեն լինի, դրանք լինելու են ապազգային գուբերնիաներ, եւ ասենք Երևանի գուբերնիա, չգիտեմ Թիֆլիսի գուբերնիա եւ այլն։ Եղել է երևի երբևիցե, որ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը համընկնեն։ Հայաստանի եւ Ռուսաստանինը ոչ, հայ ժողովրդի եւ Ռուսաստանինը եղել է 19-րդ դարում, երբ որ հայերը մտածում էին, որ օրինակի համար գրավելով Թուրքիայի որոշակի տարածքներ, իրենք կայտնվեն ցարական Ռուսաստանի կազմում եւ ասում շորթեն, միայն չմորթեն։ Այդ տարբերակ էր։ Բոլոր հալածանքով գոնե հայերին չէին կոտորում, թեև ուծացման տեմպերը երբ որ նայում եք, ռուսական կայսրություն շատ ավելի մեծ էր, քան օսմանյան կայսրություն։ Այդ շրջանում, բայց պետության առումով երբեք, նայեք, առաջի հանրապետությունը ունեցել է 2 պատերազմ Թուրքիայի դեմ։ Այսինքն 1-18 թվականին Օսմանյան կայսրությունը, երբ որ այդ ժամանակ Ռուսաստանը ընդհանրապես իր ներքին գործերով էր զբաղվում, մեզ չի աջակցել, իսկ երկրորդը 20 թվականի այդ սեպտեմբերի պատերազմն է, երբ որ Ռուսաստանը օգնել է Թուրքիային։ Նույնը եղել է 90-ական թվականներին հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ, առաջի պատերազմի ժամանակ Ռուսաստանը չեզոք ա եղել, մենք հաղթել ենք, երկրորդ պատերազմի ժամանակ աջակցել ադր պարտվել ենք։ Ինքը որևէ պատերազմ մեզ չի աջակցել Հայաստանին եւ Ռուբեն Դարփինյանը Հայաստանի առաջին արտադրության նախարարը ռուսական վտանգի մեջ այդպես էլ հստակ գրում է, երբ որ մենք պետություն չունենք ու խեղճ ենք, Ռուսաստանը մեզ աջակցում է, բայց այն բան, երբ որ պետականություն ենք ձեռք բերում, Ռուսաստան դառնում է մեր թիվ 1 թշնամին, որտեղ Ռուսաստանը չի ուզում հայոց պետականություն, որը դիտարկում է արդեն Հայաստանը հայերը դառնում են անկախ իրենից։ Այսինքն Հայաստանը գործիք է պետք իր Ռուսաստանի համար եւ ոչ թե հայերի բարձրագույն կազմակերպման ինչ որ ձևով այդ ձևակերպումը այսօր էլ է ճշմարիտ։ Այո, Ռուբեն Դարփինյանի ես բոլորին խորհուրդ կտամ կարդալ ռուսական վտանգը, փայլուն աշխատություն է, փոքր աշխատություն, բայց դա պիտի հասկանալ։ Իսկ Ռուբեն Դարփինյանը այն մարդն էր, որը Սանկտ Պետերբուրգում էր սովորել իրավաբանություն, այսպես ասած, դրանք մարդիկ էին, ում համար ռուսերենը առաջի լեզու էր։ Իրանք անգամ հայերենը ամուշ տարիքում էին հաճախ սովորում, բայց սթափ գիտակցությունը բերում էր նրան, որ իրանք հասկանում էին, որ Ռուսաստան պետության եւ Հայաստան պետության շահերը իրարա մերժ են։ Իսկ ժողովրդին աջակցել թուրքերի դեմ դա եղել է, օգտագործել են, հիմա էլ են այդ ուզում։ Հիմա էլ են ուզում այդ նույն վիճակի բերեն Հայաստանը իջեցնեն միլիեթի մակարդակի, դա օգտագործել որպես հնարավորություն պարբերաբար միջամտելու։ Արցախը էդ էր, չէ՞, ինչ էին անում Արցախը։ Հայերին դնել վտանգի տակ,
դրա պատճառով խաղապահ ուժեր մցնել եւ իրենց գոյությունը իմաստավորել։ Հիմա հայեր չկան, խաղապահներ էլ չկան։ Իրանք չէին մտածում, որ այդ նման ընթացք ունա, բայց բուն նպատակը այդ էր։ Չարաշահելով հայերի իրավունքների հարցը սեփական ռազմական ներկայություն ապահովել։ Իրավիճակները միշտ կարելի է ըստ խաղացողի ոնց որ ասած ելքերը գտնել։ Գիտեք, շախմատային, երբ որ տախտակին նայում եք, նույն վիճակով մեկը խաղը շարունակում է պարտվում է, մյուսը խաղը շարունակում է, նույն կարողանում է հաղթել։ Նշանակում է վիճակը միշտ չի թելադրողը, այն ելքերը, որ կարող են գտնել։ Ես վստահաբար մի քանի ելքել գիտեմ, որ հանգիստ կարող եմ անել, Հայաստանը կարող լինի մեծ եւ հզոր։ Եվ Հայաստանը անելանելի վիճակում չէ։ Չէ, Հայաստանը բնավ անելանելի վիճակի մեջ չի։ Առաջի ամենամեծ խնդիրը այս իշխանությունն է, թե այս իշխանությունը չաշխատեր հակառակորդի համար եւ դժվարություններ չստեղծեր, Հայաստանը շատ ավելի վիճակ։ Հայաստանը միայն եթե սեղմեր իրեն մեկնած ձեռքը արևմուտքի պարբերաբար եւ այդքան չխափեր, այսքան խափելուց հետո, այսքան հակաարևմտյան քայլեր անելուց հետո, ասում եք Նիկոլ Փաշինյան արևմտամետ։ Արևմտամետը զորք է ուղարկում Սիրիա կռվելու արևմուտքի դեմ։ Միակ երկիրն է Ռուսաստանից բացի։ Դե ասեն մինչ պատերազմն էր դա։ Դե ինչ կար մեր մինչ պատերազմ, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք էր, չէ՞։ Վերջացավ։